Եվրամիությունը Վրաստանում գտնվող Կուլևիի նավթային տերմինալը հանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթից։ Որոշման մասին Եվրամիության պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանը նամակով տեղեկացրել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։ Սկզբնական դիրքորոշումը վերանայվեց այն բանից հետո, երբ ձեր իշխանությունները եւ նավահանգստի օպերատորը դրական պարտավորություններ ստանձնեցին։ Ողջունում եմ ձեր պարտավորությունը, որ Վրաստանը չի թույլատրի Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող նավերին մուտք գործել նավահանգիստներ կամ ստանալ ծառայություններ։ Պարտավորություն է ստանձնել նաև Սոկարը, որ այն կգործի Եվրամիության խիստ պատժամիջոցներին համապատասխան, պահպանելով գների վերին սահմանը եւ հաշվի առնելով Եվրամիության կողմից սահմանված արգելքը ռուսական հում նավթի եւ դրանից արտադրված նավթամթերքների նկատմամբ, նշվում է նամակում։ Դեյվիդ Օ'Սալիվանը նաև նշում է, որ այսպիսի հանգամանքները վճռորոշ նշանակություն ունեցան նրանց վերլուծության վրա, որը վերջնականապես ավարտվել է այն բանով, որ Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների նոր փաթեթից հանել են։ Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունն այսօր կհանդիպի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նախատեսված է նաև հանդիպում ժողովրդական պաշտպանի հետ, իսկ մինչ այդ ԵԱՀԿ պատվիրակության անդամները արդեն հանդիպել են վրացական երազանքի, ընդդիմության եւ երրորդ հատվածի ներկայացուցիչների հետ։ Ինչպես իշխանության ընդդիմախոսներն են ասում, նրանք քննադատական եզրակացության սպասում ունեն։ Իր հերթին իշխող թիմը հաստատում է երկխոսության պատրաստակամությունը եւ պնդում, որ խորհրդարանական վեհաժողովը հարցեր չունի իշխանության լեգիտիմության վերաբերյալ։ Տեղեկության համար ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Վրաստան է ժամանել մարտի 8-ին եւ այցը կավարտվի այսօր։ Պետական անվտանգության ծառայությունը Բաչո Ախալայայի դեմ քրեական նոր գործով հետաքննություն է սկսել։ Հետաքննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով, որը ենթադրում է կոչեր պետական իշխանությունը տապալելու համար։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Բաչո Ախալայայի դատավարության ժամանակ արված հայտարարությանը՝ Իվանիշվիլին պետք է տապալվի։ Այս հայտարարությունը 3 սոցիալական ցանցում տարածել է Ախալայայի կինը, տեսանյութը դռնփակ դատական նիստից է։ Տեղեկության համար Բաչո Ախալայան հոկտեմբերի 4-ի գործով է մեղադրյալ։ Նա մեղադրվում է խմբակային բռնության կազմակերպման եւ ղեկավարման մեջ, որը որպես պատժի տեսակուչափ նախատեսում է մինչև 9 տարվա ազատազրկում։ Իրանին հաղթելու համար հաղթեք վրացական երազանքին։ Այս մասին սոցիալական ցանցում գրում է ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնը։ Հակաամերիկյան վրացական երազանք կուսակցությունը շատ է վախենում, որ ամերիկացիները կիմանան, որ նրանք համագործակցում են Իրանի ռեժիմի հետ։ Դրա համար ամեն ինչ անում են, որ լռեցնեն այն փորձագետներին, որոնք այդ փաստը նշում են։ Իրանին հաղթելու համար հաղթեք վրացական երազանքին, գրում է Ջո Ուիլսոնը։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ պատերազմը բավականին արագ կավարտվի։ ԱՄՆ-ի նախագահը կարծում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները շատ վաղուց պետք է իրականացվեին։ Նրա խոսքով Իրանում պատերազմի սկսվելուց հետո նահանգները հարվածել են ավելի քան 5000 թիրախի, եւ Իրանի դրոնային ու հրթիռային հնարավորությունները ամբողջությամբ ոչնչացվել են։ Թրամփն ասում է, որ եթե ԱՄՆ-ն եւ Իսրայելը առաջինը չիրականացնեին հարվածները, Իրանը կգրավեր Մերձավոր Արևելքը։ Նա նաեւ Իրանի կողմից հարևան երկրների վրա հարձակումները հիմարություն է անվանել։ ԱՄՆ-ի նախագահը նաև նշել է, որ նավթի հետ կապված որոշ պատժամիջոցներ կվերացնի գները նվազեցնելու համար։ Նավթի գները կրկնապատկվել են, իսկ բոլոր մյուս ապրանքների գները կտրուկ աճում են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Աբբաս Արաղչին էպիկական զայրույթ գործողությունը անվանել է էպիկական սխալ եւ նշել, որ նավթի գների աճի հետ մեկտեղ ԱՄՆ-ին շատ անակնկալներ են սպասվում։ Մենք գիտենք, որ ԱՄՆ-ն ծրագրում է դավադրություն մեր նավթային եւ միջուկային օբյեկտների դեմ, հույս ունենալով զսպել հսկայական ինֆլյացիոն շոկը, գրում է Արաղչին սոցիալական ցանցում։ Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ Իրանը շարունակում է սադրիչ քայլեր ձեռնարկել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով Թուրքիան Իրանի գործողությունները քննարկում է դաշնակիցների հետ միասին։ Նրա հայտարարությամբ Կիպրոսում F-16 ինքնաթիռների տեղակայումից հետո լրացուցիչ միջոցներ կձեռնարկի։